Նիկոլ Փաշինյանը բայց այսօր մեղադրանքներ էր հնչեցնում ՀԱՊԿ-ի վերաբերյալ, նաև նշելով, որ ժամանակին միջազգային գործընկերները զենք չեն վաճառել, որովհետև ասում էին հասու կդառնա ՀԱՊԿ-ին, ինչպես նաև որ դա կտեղակայվի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից դուրս, նաև ձեռքբերում էր համարել Պրահայում ձեռքբերված համաձայնությունը եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնել է եւ նշել, որ դա շարունակվելու է։ Մեր նման երկրներում, մեր տարածաշրջանում առկա փխրուն անվտանգության միջավայրի, արտաքին եւ ներքին սպառնալիքների պայմաններում մեր նման երկրները կարող են իրենց անվտանգությունն ապահովել ոչ միայն միայնակ իրենց ազգային երաշխիքների ձևավորման, բանակի հզորացման, այլ նաև պարտադիր կերպով հավաքական անվտանգության, դաշնակցային հարաբերությունների պայմաններում։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է, որովհետև մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար։ Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն ի վիճակի ենք եղել պայքարելու։ Մյուս հարցը որն էր, դրանց շարունակությունը։ Ձեռքբերում է համարել, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցվել է եւ Պրահայում ձեռքբերված Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Գիտեք, Պրագայում ձեռքբերված համաձայնությունը մեր խայտառակությունն է, երբ որ Հայաստանի Հանրապետության նախագահան տարիներով մեր նորագույն պատմության ընթացքում տարիներով ձեռքբերված բանակցային փորձը, բանակցային ներուժը եւ Արցախի համար մղվող պայքարը զրոյացրել է, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում ինքը ճանաչել է նաեւ չափերով, ընդ որում Արցախը ներառյալ։ Այնինչ մեր նորագույն պատմության ընթացքում սրբություն է եղել Արցախի անկախության, Արցախի ինքնորոշման համար տարվող մեր գործունեությունը։ Եվ գիտեք, երբ որ խնդիրներ կան դաշնակցային գործընկերային հարաբերությունների մեջ, այդ խնդիրներից ոչ թե պետք է խռովել, այստեղ երեխայական մակարդակի չպետք է լինեն միջպետական գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները, այլ պետք է գրագետ կերպով ընտրել հմուտ արտաքին քաղաքականության մարտավարություն եւ լուծել այդ բոլոր խնդիրները, այնպես որ հիմնական մեղավորը այս իրավիճակի ինքը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհակալություն։